Սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում, այսօր եկել եմ Մալաթիայի շուկա, տեսնելու Մալաթիայի շուկայում ինչ գներ են։ Հիմա մոտենանք, տեսնենք ինչ գներ են այստեղ մեզ մոտ։ Հիմա տեսեք, կարող եք գալ Մալաթիայի շուկա ձեզ համար տարբեր մթերքներ գնելու։ Նշեմ, որ շուկայում կա եւ գիշերային շուկա, որ կանգնում են մարդիկ, եւ կա ցերեկային շուկա, որ այսպես ամեն օր մարդիկ այստեղ են։ Բարև ձեզ, մանդակ է։ Սրանք մանդակա, սրանք շուշանա։ Գներին կծանոթացնեք։ Էսի 1000 դրամ, էսի 1200, էսի 1006, էնի 2000, սիբերն էլ 1003։ Շնորհակալ եմ շատ։ Ահա, տեսեք սիրելի հետևորդներ, այստեղ կան նաև ելակներ, անցած անգամ ինձ հարցնում էի ելակների համար գները ինչ արժեն, տեսեք։ Շուկայում, այստեղ շուկան շատ ավելի մեծ է։ Ահա։ Հիմա մոտենանք առաջ տեսնենք բանջարեղենների գները ինչ արժեն։ Կան նաև համեմունքներ, եթե համեմունքներ ցանկանաք գնել, ահա, կարող եք համեմունքներ գնել։ Կարտոֆիլներ կան, վարունգ։ Տեսեք, սիրելի հետևորդներ, կա լոբի, տարբեր տեսակի, բարև ձեզ։ Ինձ լոբու գներին կծանոթացնեք։ 1005, 1006, 1007։ Տեսեք։ Իսկ բադրիջաներն ինչ արժեն։ Տեսեք, ինչ լավ բադրիջաներ են։ Մոտեցեք, կարող եք մոտենալ գնելու, սիրելի հետևորդներ։ Ահա, սա էլ պամիդորի գներն են։ Տեղական վարունգը 250 դրամ։ Բարև ձեզ։ Ինչ տեսակի պամիդոր է, սա որտեղի պամիդորն է։ Դվինի պամիդորն է շատ արտակարգ քաղցր պամիդոր։ Հա, սիրելի հետևորդներ։ Դվինը գիտես։ Հա, ես դվինից եմ։ Օ, շատ լավ։ Սիրելի հետևորդներ, սա հավանաբար երեկվային պամիդորներն են, որոնք տեսանյութում ձեզ նկարել էի, ձեզ համար։ Ահա, սրանք էլ դվինի վարունգներն են։ Օ, կանանչիներին կարող եք ծանոթանալ։ Ահա։ Մարոլները 150 դրամ, բոլոքիները 150 դրամ։ Ելակների գներն էիք նախորդ անգամ հարցնում, այստեղ ես ձեզ ցույց տամ, տեսեք ինչ լավ որակի ելակներ են։ Ուրեմն ազերվան վարունգը արդեն կարող եք գնել 400-ից մինչև 700 դրամ։ Բարև ձեզ, կարտոշկան ինչ արժի։ 500 դրամ, շատ լավ կարտոշկաներ են։ Օ, խաղողի տերևներ կան։ Իսկ խաղողի տերևները քանի հատ է մեջը։ Կիլոյով եք վաճառում։ Հա, կիլոյով։ Մոտեցեք, այստեղ խաղողի տերևներ կարող եք գնել։ Դաշտի քաղցր ելակներ են վաճառում, բիբարներ, այսպես սիրելի հետևորդներ, ահա, այստեղ տեսեք ինչ ունենք, տեսեք ինչ մեծ հապալասներ են, օ, կարող եք ծանոթանալ, տեսեք, բարև ձեզ, ով է այստեղ չգիտեմ ով է, բայց լավ մեծ հապալասներ կան, վաճառողը տեղում չի, այստեղ մի քիչ ցիտրուսային եւ էկզոտիկ մրգեր են։ Քանի որ վաճառողը տեղում չէր, չկարողացանք ճշտել նաեւ հապալասի գները, ով կանանչիներ կան։ Մոտենանք կանանչիների գներին ծանոթանանք։ Շատ լավ կանանչիներ են։ Փորձեմ ընթացքում մոտենալ հապալասի գները ճշտել։ Տեսեք, քաղցր կանաչ գյոջաները 1000 դրամ են։ Բարև ձեզ։ Տեսեք, սիրուն պոմիդորներ կան։ Հա, բիբարները 600 դրամով կարող եք գնել։ Բարև ձեզ։ Բուլղարական բիբարի գներն ինչ արժեն։ 1200։ Տեղականները 1200։ Տեսեք ինչ լավն են։ Շատ լավ։ Այսպես սիրելի հետևորդներ, գնանք առաջ, տեսնենք առջևում ինչ կա։ Այստեղ կարտոֆիլներ են վաճառում։ Բարև ձեզ, ինչ արժի կաղամբը։ 300։ Սա աշնան կաղամբն է։ Թազեն է։ Հա, սա էլ տեղական է։ Իսկ տեղականի գին ինչքան է, նույնն է։
Շատ լավ, շնորհակալ եմ։ Այսպես սիրելի հետևորդներ, այստեղ մրգեր կան, տարբեր տեսակի խնձորներ կան, եթե կուզեք խնձորներ առնել։ Բիբարի գները, տեսեք, 800, 1000, տեսեք ինչ լավ բանջարեղեններ կան։ Այստեղ կա արդեն 250-ով կաղամբ, 150-ով, 700-ով ծաղկակաղամբ, բրոկոլին 700, այստեղ սմբուկը 500, չէ, դտմիկը մեզ մոտ 500 և 900 մեզ մոտ արդեն սմբուկն է։ Այսպես սիրելի հետևորդներ, հիմա գնանք առաջ, տեսնենք ներքևում ինչ կա, ամբողջ շուկան այսպես տարբեր տեսակի բանջարեղեններ ու մրգեր կան, ամենատարբեր գների, եթե ձեզ հետաքրքիր է, կարող եք սիրով մոտենալ այստեղ և ձեր գնումները կատարել։ Այստեղ կան մշտական մարդիկ, որ միշտ կանգնում են այստեղ և կան առավոտյան, որ մարդիկ պարզապես գալիս վաճառում ու գնում են։ Հիմա գնանք առաջ։ Գնանք առաջ, տեսնենք որտեղ ինչ կա։ Եթե ձեզ հարցեր են հետաքրքիր, ապա գրեք, ես պարբերաբար ուզում եմ, որ տեսանյութեր նկարեմ, տեսնեք սխտորները, տեսեք ինչ լավ սխտորներ կան այստեղ։ Կարող եք սխտորներ էլ գալ գնել այստեղից։ Այսպես։ Բարև ձեզ, ինչ լավ բիբարներ ունեք։ 600 դրամ, 150 դրամի կիլո։ Հա, սա կիլոն, սրանք հատը։ Հա։ Ասեք պապիկ ինչ լավ բիբարներ է վաճառում։ Այսպես սիրելի հետևորդներ, անգամ 400 դրամով կաբաչկա կարող եք գնել այստեղ։ Կարտոֆիլ կա, որ արժի նաև 450 դրամի փոքր կարտոֆիլները և այստեղ արդեն մեծը ներքևում 450 դրամ է։ Խնձորների տարբեր տեսականի կարող եք գնել։ Այսպես սիրելի հետևորդներ, հիմա մենք քիչնենք ներքև, դուք կտեսնեք ներքևում նաև ինչ են վաճառում, բացի միրգ բանջարեղենից, նշեմ այս շուկայում նաև կան նաև, այսպես ասած, բույսերի սածիլներ։ Տեսնենք ինչ սածիլներ կան մոտակայքում, եթե ձեզ հետաքրքիր է, կարող եք մոտակա բնակավայրերից գալ ու գնել։ Ակտիվ եռուզեռ, այստեղ արդեն տեսեք կաբաչկան հասավ 300 դրամի, մի քիչ ծուռ բադրիջանները 650 դրամի, այսպես ասած ադբորնի չեն։ Ահա սիրելի հետևորդներ, ես անցնեմ, դուք գներին ծանոթացեք։ 800 դրամով կարող եք բուլղարական բիբար գնել, 200 դրամով սովորական վարունգ, կապշոտ վարունգ։ Այստեղ բավականին ակտիվ է շուկան։ Ես գնամ առաջ, տեսեք, արդեն այստեղ գյոջան կարող եք գնել 800 դրամով, մի քիչ այնքան էլ լավ տեսք չունի, բայց ամեն դեպքում կարող եք գնել։ Նազրվանը այստեղ 350, շոդվարունգը 250։ Գնանք առաջ, արջևում տեսնենք ինչ կգտնենք։ Ինչքան է ելակը։ Սոխը 200 դրամով կարող եք գալ, սոխ գնել նաև։ Այսպես սիրելի հետևորդներ ջան։ Բավականին լավ խնձորներ կան։ Այսպես սիրելի հետևորդներ, հիմա իջնեմ ներքև, առավոտ է դեռ, շուկան դեռ բացօթյա հատվածում նույնպես ակտիվ է։ Ուրեմն բազուկ կա 100 դրամ, ցիտրոն կա 150 դրամ,
Ներսում չկար։ Այսպես սիրելի հետևորդներ, մանդակը 900 դրամ։ Ես քայլեմ, դուք տեսեք։ Այսպես սիրելի հետևորդներ, պարբերաբար ես կգամ այս շուկա ձեզ համար տեսանյութեր նկարելու, բանջարեղենների գներին ծանոթացնելու։ Հիմա գնանք առաջ։ Ահա։ Նախքան եկել եմ ձեզ մոտ ցույց տալու սածիլները, դուք հարցնում եք ինչ սածիլներ կան։ Ահա, հիմա տեսեք, այստեղ կա բիբար, բադրիջան, ծիտրոն, ռեհան, պոմիդոր։ Սիրելի հետևորդներ, հիմա տեսեք, ես ձեզ մի գաղտնիք ասեմ, եթե ես մոտենամ հարցնեմ բիբարի սորտը ու ինձ ասեմ, որ սովորական տեղական բիբար է, ուրեմն իմացեք, որ պատահական սերմեր են ցանվել։ Իսկ եթե ինձ ասեն սորտի անունը, ուրեմն արդեն ընտրված բիբարի սերմեր են։ Նույնը կվերաբերվի նաև պոմիդորին։ Հիմա տեսեք, այստեղ նաև կան ծաղիկներ, տարբեր տեսակի ծաղիկներ, եթե ուզում եք ձեր ծաղկանոցները լավ սիրուն զարդարել, կարող եք գալ այստեղից ծաղիկներ գնել։ Հիմա գնանք բիբար պոմիդորի սածիլները հարցնելու։ Բարև ձեզ։ Ինչ սորտի պոմիդորներ են։ Որը տեղական է սանայիտնա մեր, Հա, էսիկ որ բանը, շտամվովքին է կայնող սորտը, հա։ էսիկ շուտա հասնա, Իսկ ինչ արժի, քանի հատ է եւ ինչ արժի։ 30 հատ է 500 Շատ լավ։ Իսկ բիբարները ինչ սորտեր են։ քաղցր կծու դեղից է գազես։ Մարջան, հեսա կզանյել։ Սորտերով չեն, պարզապես սովորական բիբարներ են։ Քաղցր են բանը, մսոտ բիբանա։ Հա, քաղցր մսոտ բիբարներ։ Մերսի, շնորհակալ եմ ձեզ։ Չի։ Այսպես ծաղիկներ էլ կան այստեղ, սիրելի հետևորդներ։ Տեսեք ինչ հետաքրքիր ծաղիկներ կան։ Եթե ձեզ հետաքրքիր է նաև ծաղիկները, կարող եք գալ այստեղ։ Իհարկե գոյություն ունի նաև ծաղկի շուկա, պարզապես ծաղկի շուկան վաղ առավոտյան արդեն փակվում է։ Կարող է չհասցնեք, իսկ այստեղից կարող եք գալ տանել ձեզ համար ծաղիկներ, ձեր ծաղկանոցները զարդարելու համար։ Հարցնենք։ Բարև ձեզ, ինչ արժեն սածիլները։ 700 ունեմ, էսի 2000-ը 1500 կտամ, այս ես, նայվ եկալ, Քանի հատ է մեջը։ բրի դերը դեր իմանա չկամ կա, չկանաս բրնես, 2 հատ կծի, Իսկ բիբարներն ինչ սորտի բիբարներ են։ Աղցր բիբար ունեմ, կծու բիբար ունեմ, դեղին ծիսակ ունեմ, գույնավոր բիբար ունեմ, Շատ լավ, շնորհակալ եմ։ Այսպես սիրելի հետևորդներ, կան նաև վարունգի սածիլներ։ Նկարում են, որ մարդիկ գան ձեզանից առնեն։ մի նկար, Բայց չնկարեն, որ գան իմանան գան առնեն, վաղը կգան կառնեն։ այեկան, հա, Դե տեսեք սիրելի հետևորդներ, կարող եք գաք այստեղ այս տաղավարից առնել։ Չեն հավատում, որ գալու եք շուկա, իրենցից բիբար ու պոմիդորի սածիլներ առնեք։ Այսպես այսօր այսքանը սիրելի հետևորդներ, եթե հարցեր կունենա կարող եք գրել, կպատասխանեմ մեկնաբանությունների բաժնում, դե ինչ այսքանը լավ մնացեք, կհանդիպենք։